այսպես կոչված շենքի հարակից տարածքում Արտադրության նախարարության Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, բայց իրականում ԱԱԾ-ի մեկուսարանն է, այստեղից ենք մենք մուտք գործում մեկուսարան, ցույց տամ ձեզ։ Եվ ուզում եմ կիսվեմ 5 տպավորություններով պարոն Ղուկասյանի եւ առողջության հետ կապված եւ նաեւ նրա կալանավորման պայմանների հետ կապված։ Կարող ենք արձանագրել, որ շուրջ 10 օր է պարոն Ղուկասյանը զրկված է բժշկական օգնությունից։ Այն դեպքից հետո, երբ նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այդ օրվանից հետո նրան չի տրամադրվել համապատասխան անհրաժեշտ պահանջված բուժօգնություն։ Չնայած նրան, որ նա տառապում է հիվանդություններով, սրտի իշեմիկ հիվանդություն եւ շաքարային դիաբետ։ Բացի այդ, նաեւ ունի աորտայի անևրիզմա եւ սրտաբանները կհասկանան, թե դա ինչ վտանգ է իրենից ներկայացնում եւ ինչ բուժում է անհրաժեշտ տվյալ պարագայում։ Մինչդեռ նրան պահում են այնպիսի խցային պայմաններում, որը նման հիվանդություններ ունեցող մարդու համար իհարկե վտանգավոր է այդ խցային պայմանները եւ անմարդկային խցի անմարդկային։ Ես ամեն օր բազմաթիվ դիմումներ եւ բողոքներ եմ ունեցնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպաններին, բայց այդ բողոքները ըստ էության անարձագանք եւ կարող են հիմա վստահորեն ասել կոնկրետ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի իրենց անմարդկային վերաբերմունքով եւ իրենց այսպիսի վերաբերմունքով ուղղակի խախտում են պարոն Ղուկասյանի հիմնարար իրավունքները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, եւ այդ խախտումները, որը նրանք թույլ են տալիս, ունեն հատուկ նպատակ դիտավորություն։ Հերիք չէ, որ այս շինցու մեղադրանքներով նրանք կալանավորել են, նաեւ փորձ է կատարվում նրան չտրամադրելով բուժօգնություն եւ այսպիսի պայմաններ ստեղծելով, նաեւ այդ կերպ խախտել նրա հիմնարար իրավունքները։ Սա ես ուզեցա ձեզ հայտնեմ եւ ասեմ, որ շարունակելու եմ բողոքները ներկայացնել եւ սա իհարկե այս արատավոր երևույթը համատարած է Հայաստանի Հանրապետությունում, բայց այնուամենայնիվ այս երևույթներին, եթե մենք չտանք արձագանք համապատասխան, այս երևույթների դեմ մենք չանենք միասին համուռ ուժերով, ապա սրանք մեզ կուտեն, ինչպես որ ուտում են, որովհետև նրանք արդեն այլ կերպ չեն կարողանում հագեցնեն իրենց ախորժակը, քան մարդակերությամբ եւ մարդկային օրգանների, այսպես ասած, ուտելով, ինչպես ասում է նրանք կերել են իր երիկամները, հիմա նույն բանը տեղի է ունենում այս դեպքով, պարոն Ղուկասյանի հետ կապված։ Այս սրանք որևիցե իրավական հիմք եւ ապացույցների նվազագույն շեմը չեն հատել, որպեսզի կարողանային հիմնավորել հիմնավոր կասկածը։ Դա չունեն, չգիտեն հիմա ինչ ունեն, եւ այս շինցու մեղադրանքի ներքո հիմա են պայմանները այսպիսի ստեղծել են, որպեսզի պարոն Ղուկասյանին կարողանան ճնշեն, բայց պարոն Ղուկասյանը, ասեմ ձեզ, անկախ նրանից, որ ունի այո լուրջ առողջական խնդիրներ, նա ճնշվող տեսակը չէ եւ հետեւաբար այդ ձեր ճնշումները եւ այս գործողությունները ապարդյուն են։ Ուղղակի այստեղ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի այս կրավորական կեցվածքը հավասարազոր է դարձնում նրան այս ամենի հետ հանցակից լինելուն։ Իդեպ ես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ պատրաստվում եմ նաեւ բողոք ներկայացնել խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որովհետեւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանն է տեղյակ այս ամենից,
խցային պայմանների հետ կապված նրա աշխատակիցները այցելել են պարոն Ղուկասյանի խուտ, բայց մինչ այս պահը չկա արձագանք շտկելու իրավիճակը, մինչ այս պահը չկա արձագանք պայմաններ ստեղծելու, որպեսզի պարոն Ղուկասյանին այցելեն այն բժիշկները, որի կարիքը նա ունի։ Այսքան այս պահի դրությամբ հարգելի հայրենակիցներ, եթե կլինեն նորից լուրեր, ես ձեզ դա կփոխանցեմ։ Իդեպ ասեմ, որ փաստացի արդեն 10 օր է պարոն Ղուկասյանը, որը կարիք ունի բժշկի, կարող ենք ասել, որ փաստացի 10 օր նրան զրկել են բժշկական օգնությունից եւ դա արվել է դիտավորել։